Բարյարդ Point-ի սիրելի հետևորդներ, այսօր կզրուցենք Երևանի կենդանիների խնամքի տնօրեն Հարություն Առաքելյանի հետ։ Ողջույն, Բարև ձեզ։ ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ դուք։ Լավ, անկեղծ ասեմ, շատ երկար եմ պատրաստվել մեր զրույցին, վստահաբար շատ հետաքրքիր զրույց կունենանք։ Միանշանակ։ Խոսենք վերջին հենց թարմնորություններից կապված կենդանիների խնամքի հետ։ Ձեզ մոտ ստեղծվում է կացարան, մի քիչ խոսենք կացարանի մասին, որքան շների մասին է խոսքը, ինչպիսի հարմարավետություններ են ունենալու կացարանում, մի փոքր խոսենք կացարանի մասին։ Շատ լավ, նախ պետք է երևի սկսել ամենասկզբից, որովհետև կացարանի գաղափարը ուղղակի չի առաջացել, այն ինչ որ ծրագրի, մեծ ծրագրի մաս է։ Իսկ այդ ծրագիրը բոլորս գիտենք արդեն տարիներ շարունակ մայրաքաղաքում իրականացվող ստերջացման աշխատանքներն են։ Բոլորին մոտ տպավորություն է, որ ստերջացումը ուղղակի ինչ որ շատ պարզ գործընթաց է կամ այդ ծրագիրը շատ պարզ ծրագիր է, բայց իրականում պետք է նշել, որ մենք գործ ունենք բավականին լայնածավալ միջոցառումների հետ, որոնք բխում են ինչպես կենդանիների իրավունքներից, հա, այնպես էլ նաև մարդկանց, որովհետև հարցը լուծելով, կարգավորելով, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելով մենք նաև ստեղծում ենք, կարողանում ենք ստեղծել հանրության համար առողջ միջավայր։ Եվ այս բազմաթիվ իրականացված ծրագրերի շարունակություն, որպես գալիս է նաև համայնքային կացարանի, ինչու չէ նաև հետագայում կացարանների կառուցման գաղափարը, ինչը առաջադեմ աշխարհում շատ վաղուց արդեն կյանքի է կոչվել։ Կացարանը մեր պետք է նշեմ ի ուրախություն մեզ, որ սա Հայաստանում առաջին պետության կողմից կառուցվող կացարանն է եւ ծրագիրը ամենայն հավանականությամբ շարունակական կլինի եւ մենք ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի տարբեր քաղաքներում ժամանակի ընթացքում կունենանք կացարաններ նախատեսված թափառող շների համար։ Մեր այս առաջի կացարանում կկարողանանք տեղավորել շուրջ 300 անտուն կենդանիների ու մենք նախապատվություն կտանք առաջնային կենդանիներին, որոնցից իրենց տերերը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են, հանձնել են մեզ կամ բաց են թողել փողոց, ինչը լրիվ այլ պատմություն է, այսպես ասած, բայց մեզ մոտ ցավոք կան նման դեպքեր ու դրանք քիչ չեն, ինչպես նաև նախապատվություն կտանք նաև այն կենդանիներին, որոնք դպրոցների, մանկապարտեզների, բժշկական հաստատությունների, հա, տարածքներից են բերվել մեզ մոտ, խնդրահարույց են ու պետք է հասկանալ այդ կենդանիներին ինչ անել։ Այսինքն կացարանը իրապես բավականին մեծ հնարավորություն կտա համայնքային կառույցին ավելի արդյունավետ դարձնել աշխատանքները, ինչպես նախատեսված է։ Օրինակ, որպեսզի պատկերացնենք, ամեն տարի կազմակերպությունը մի նոր ծրագիր է իր առաջ դնում, մի նոր փոփոխություն է բերում եւ այս տարվա փոփոխություններից մեկն էլ լինելու է հենց կացարանը։ Կացարանը իրականում կացարանի նախապատմությունը մի փոքր ավելի հետաքրքիր է, որովհետեւ մենք տևական ժամանակ է խոսում ենք կացարանի կառուցման մասին, բայց նոր ենք սկսում այն կառուցել, սա գալիս է նրանից, որ պետք է ազնիվ լինեմ ու նշեմ, որ բավականին երկար ենք աշխատել նախագծի վրա, որովհետև ցանկությունն այն չէր, որ ուղղակի ստեղծվի ինչ-որ տարածք կամ ինչ-որ վանդակներ, որտեղ կենդանիներ կպահվեն, այլ ցանկությունն այն էր, որ ունենանք կենդանիների համար այնպիսի պայմաններ, որտեղ այդ կենդանիները նաև կկարողանան ապրել մշտապես երկար ժամանակով, մինչև հնարավոր լինի նրանց որդեգրության հանձնել կամ եթե որդեգրության հանձնելը հնարավոր չլինի, շարունակեն ապրել այդ կացարանում։ Եվ տարբեր երկրների փորձ ուսումնասիրելով եկանք մի հանգուցալուծման, այսպես ասած, մի ծրագրի վերջնական, որը շատ շուտով արդեն մայրաքաղաքում իրականություն կդառնա։ Ձեր խոսքում նշեցիք, որ սա միջազգային փորձից վերցված է, այդ դեպքում կացարանից շուրջ ստեղծված աղմուկը տարբեր կենդանասերների կողմից ինչպես է արդարացվում կամ իրենց խոսքը, իրենց դիտարկումները ինչին են ուղղված, եթե սա միջազգային փորձ է, որ այսօր բերում ենք արդեն Հայաստան։ Գիտեք, Գևորգ ջան, շատ հարցերում կենդանասերների կամ հանրության կարծիքը միշտ չէ որ միանշանակ է լինում ու միշտ չէ որ ճիշտ է լինում, որովհետև դաշտը բավականին կարելի է նաև ասել բավականին վատն է, որովհետև օրենսդրությամբ կարգավորված չէ։ Ու սա առաջացրել է մի խառնաշփոթ իրավիճակ, երբ որ բոլորը ամեն ինչ կարողանում են իրենց թույլ տան, դաժան վերաբերմունքից
մինչև անպատասխանատու վերաբերմունք։ Հաճախ նաև կենդանասեր լինելու անվան տակ կամ որոշ դեպքերում նաև մեծ ցանկություն ունենալով որևէ հարց լուծել ու չի ստացվում այդ հարցը լուծել, արդյունքում ստացվում է ոչ շատ հաճելի երևույթ, օրինակ հիվանդության տարածում։ Ու այս դեպքում էլ եւս բավականին տարբեր կարծիքներ հնչեցին, ինչպես ի սկզբանե, երբ որ կազմակերպությունը սկսել էր իր աշխատանքային գործունեությունը, ես այն ժամանակ էլ եմ հիշում, հիմա էլ եմ հիշում, որ կան տարաբնույթ հակասական կարծիքներ կազմակերպության ու կազմակերպության գործունեության վերաբերյալ, բայց դրանք ես կարծում եմ, որ ունեն իրենց պատճառները, պատճառներից մեկը ուղղակի այն է, որ կարծում եմ շատ-շատերին անհատների կամ ինչու՞ չէ նաև որոշ հասարակական կազմակերպությունների հնարավոր է, որ կազմակերպությունը իր գործունեությամբ խանգարում է որևէ ծրագրեր իրականացնել։ Չենք բացառում քաղաքական այսպես ասած դիվիդենտներ շահելու հարցը, որովհետև առջևում նաև ընտրական process-ներ են ու որպես կանոն ընտրական process-ներին այսպես ընդառաջ բոլորը մտահոգվում են ամեն ինչի մասին, հա, բոլորը ինչ որ կարծիքներ են հայտնում, հեսա ավելի կխորանա, ավելի անպագորգոր հայտարարություններ կլինեն ու այսպես շարունակ, այսինքն իսկ մեր կացարանի կառուցման հարցի շուրջ մեծամասամբ աղմուկը առաջացել էր նրանից, որ ուղղակի ինչ որ մեկը կամ ինչ որ մարդիկ փորձել էին ինֆորմացիա տարածել, որ այդ կացարանում հավաքելու են շներին եւ չգիտես ինչ անեն այդ կենդանիներին, մեծագույն աբսուրդ է, որովհետեւ կազմակերպությանը նման բանի մեջ մեղադրելը նման բանի մեջ մեղադրողները կներեք, բայց մեղադրելու համար պետք է լինել կույր առնվազն, որովհետեւ չտեսնել կամ չտեսնելու չունենալ տեսնելու ցանկություն, լավ այսպես ասենք, հա, որովհետեւ երբ որ կազմակերպությանը մեղադրում են նման բաների մեջ, հա, չգիտեմ, կենդանիներին տարան, ինչ արեցին, հա, այդ դեպքում հարցը առաջանում, եթե կազմակերպությունը ունակ է նման բաներ անելու, մայրաքաղաքի փողոցներում մենք ամենուրեք հանդիպում ենք հենց մեր կազմակերպության կողմից արդեն ստերջացված ու պատվաստված կենդանիների։ Խիեզգյան փողոցում։ Այո, եթե այս կազմակերպությունը ինչպես այդ ոչ ազնիվ մարդկանց կողմից տարածվող տեղեկությունների համաձայն, չգիտեմ, կենդանիներին վերացնում են, այսպես ասած, այդ դեպքում որտեղից այսքան ստերջացված հապառողջություն ու ստերջացված մեր կազմակերպության կողմից։ Աբսուրդը գիտեք ինչումն է, որ շատ դեպքերում նաև աղմուկ առաջացնում են մարդիկ, օրինակ, այդ կազմակերպության գործունեության շուրջ, որոնք իրենց բակերում ամեն առավոտ իջնում են կերակրում են ինչ-որ կենդանիների, որոնք ստերջացված են մեր կողմից, ու այդ կերակրման process-ում շարունակում բողոքել օրինակ կազմակերպության աշխատանքից։ Ես չգիտեմ դա սոցցանցերում ուշադրություն գրավելու համար է արվում է որևէ դիվիդենդ շահելու համար, արվում է մտահոգ լինելու համար, թե ինչ, բայց արդեն մի տեսակ տանելի չէ ու անլուրջ է դառնում, բայց կա այս ամենի հակառակ կողմը, որի համար եւս ամեն անգամ երբ որ որևէ հնարավորություն է ընձեռնում, պատրաստ եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր իրապես գնահատում են կատարվող աշխատանքը, իրապես հասկանում են խնդրի լրջությունը եւ քայլեր են ձեռնարկում համայնքային կառույցի հետ աշխատելու, արդյունքներ գրանցելու առաջնայինը իշահ կենդանիների, որովհետեւ կարևոր բան կա, եթե մեր բոլորի նպատակը կենդանիների բարեկեցությունն է, հա, այդ դեպքում ինչու բոլորը միասին չեն կարողանում համատեղ քայլեր անել, եթե մենք ուշադրություն դարձնենք, չկա այդ հավաքական, հա, մտածողությունը, ամեն մեկը ինքը իր համար, որտեվ բազմաթիվ շահեր կա ֆինանսականից մինչև քաղաքական, բայց կան մարդիկ, կան կազմակերպություններ, մենք որոնց հետ ակտիվ աշխատում ենք ու բավականին լավ արդյունքներ ենք գրանցում, իսկ կացարանի կառուցումից հետո մենք ժամանակին խոստացել էինք, որ կենթանիների խնամքի գործընթացում կներառենք նաև կամավորներին,
քանի որ կա նաև այդ միֆը, որ մեր մոտ փակ է եւ այլն, չնայած որ շատ հաճախ բաց միջոցառումներ են լինում, մենք նաև խնամքի օրեր ենք դնում, բայց այդ ամբողջգորգոր հայտարարություն անողներից որևէ մեկը այդպես էլ չի գալիս։ Իհարկե չկա, որևէ հիմնավոր, գիտեք, այնքան բացատրություն, այնքան անհասկանալի մեկնաբանություններ կտեսնեք այս ամեն ինչի մասին, բայց երբ որ գործը հասնում է նրան, որ պահանջ կա, որ գանք այդ կենդաններին խնամենք, բայց երբ որ ասում ենք եկեք այդ կենդաններին խնամենք, այդ մասը դուրս է մնում։ Միանգամից վերանում ամեն ինչ։ Հիմա նորից արդեն հայտարարել ենք ավելի մեծ թափով կամավորների հավաքագրում, կսկսենք հանդիպում քննարկումներ ունենալ, որտեղ կամավորությունը դա բավականին հստակ մեր դեպքում, որտեղ կա անվտանգության նորմեր, կա հիվանդություններ, կա խնդիր, կենդանիներ են եւ այլն, դա եւս ինքնանպատակ գործողություն չէ։ Հանդիպումների շարք արդեն կսկսենք նախաձեռնել շուտով ու հասկանանք, թե ով գրանցված մարդկանցից ով որքանով է պատկերացնում ինչ պետք է անի, որ ինչ գրաֆիկով է նախատեսում մասնակցություն ունենալ ու այսպես շարունակ, այսինքն ավելի բաց, ավելի այդ բառը շատ տրենդային է դարձել, չէ՞, թափանցիկ, բոլորը թափանցիկություն են պահանջում, բայց այդ թափանցիկություն պահանջողների զգալի մասը, երբ որ իրենց ոլորտներում կամ իրենց գործունեության հետ կապված որևէ թափանցիկություն լիներ, կարող է գոյություն չունենային առհասարակ էլի, բայց այդ ավելի թափանցիկ, ավելի բաց, ավելի հասանելի աշխատելու հնարավորություն այլևս իրականում չեմ տեսնում, էլի, որտեղ մնում է վիրահատությունները հայրենացի ուղիղ եթերով վիրահատությունները արվեն եւ վերջ, չգիտեմ այլևս էլի մարդու երևակայությունը կամ չգիտեմ ցանկությունները միջև որտեղ կգնա։ Դե հիմա տրենդային է դարձել, չմասնագետները խոսում են տարբեր ոլորտներից, որոնք նախ իրանց մասնագիտության հետ որևէ կապ չունեն, իրենք որևէ նույնիսկ գիտելիք չունեն այդ դրա հետ կապված, վերջին օրինը ականատես եղանք ինչպես ծառերի վերաբերյալ տարբեր մասնագետներ իրանց շատ կարևոր գիտական կարծիքներ են հայտնում, որոնք առնչություն չունեն էլի կատարվող աշխատանքի հետ կապված։ Տեսեք, խոսեցիք նաև հանրության հետ աշխատանքի մասին, ուզում եմ նաև նշենք, որ ձեր կենտրոնը շատ ակտիվ կրթական ծրագրեր է իրականացնում, մի քիչ խոսեք կրթական ծրագրերի մասին, որովհետև անցած տարի ու մնացած բոլոր տարիներին նախորդող բազմաթիվ դպրոցներից աշակերտներ են եկել, ինչ են ուղղված այդ ծրագրերը։ Մինչև դա մի հատ այս մասնագետ լինելու, չգիտեմ, ամեն ինչի մասնագետ լինելու մոլուցքը արդեն իրականում անտանելի է դարձել, էլի, որտեվ ինչ են մարդիկ մասնագիտություն ստանում, եկեք հասկանանք, ինչա մարդը որոշում որևէ մասնագիտություն ձեռք բերի, չգիտեմ, ինչա գնում կրթություն ստանում, ինչա որ մարդը որոշում է խորանա ինչ-որ ոլորտում, որոշում է երկար տարիներով մշակի ծրագիր կամ ներգրավի որևէ ծրագրում, ինչի են բերվում գիտական, չգիտեմ, ակնարկներ արվում, փաստեր բերվում, այս ամեն ինչի ինչի համար է, եթե որևէ մեկը կամ ինչ-որ մարդիկ կարող են ուղղակի Facebook-ում ստատուսներ գրել բացարձակ ճշմարիտ լինելու sense բանով, տոնայնությամբ կարելի ազգային ճշմարտություն։ Աբսուրդ է իրականում։ Իրականում մեկ-մեկ նայում ես անհասկանալի է, ինչա մարդկանց թվում, որ դեմքի լուրջ արտահայտությամբ փոքր տերմինոլոգիաներ օգտագործելով բարդ համադասական նախադասություններ կազմել այդ առաջնային պայմանը, հա, դու պետքա մաքսիմում շատ բառեր օգտագործես, պետքա լուրջ դեմքով խոսես, շատ համոզիչ տոնայնությամբ ու դա ճիշտ է, всё, ընդունվեց ճիշտ է, որովհետև դու հավատում ես, որ դու ճիշտ ես, բայց երբ որ նայում ես թե ինչի մասին է այս ամեն ինչը, հասկանում ես, որ դատարկաբանություն է։ Էլ չեմ խոսում, որ այդ դատարկաբանությունները գալիս են մարդկանցից, որոնք դրա մասին խոսալու իրավունք առնվազն չունեն, իրապես առնվազն չունեն, որովհետև ես օրինակ տարիներ շարունակ ղեկավարում եմ մասնագիտական կառույց, հա, լինելով, չեմ խոսում դրա մասին, որ միջև հիմնադրումն եմ եղել, ներգրաված եղել, հա, հիմնադրման process-ներում, հետո եւ այլն, մասնագիտական դիրքորոշում կենդանիների հիվանդությունների տեսանկյունից ես այսքան տարիներից հետո շատ զգուշ եմ արտահայտվում եւ խոսում եմ բացառապես իմ մասնագիտական խմբի տված եզրակացության համաձայն, որովհետեւ ես կենդանաբույժ չեմ, ես չեմ ուսումնասիրել կենդանիների հիվանդությունները այն խորությամբ, որ խորությամբ կամ ինչ աշճանի ուսումնասիրել մասնագետները, որովհետև դա իրենց մասնագիտությունն է։ Ես կարողանում եմ հիմք վերցնել մասնագետի կարծիք, ինչպես իմ աշխատակիցների, կենդանաբույժների, ես կվերցնեմ մասնագիտական կարծիք, չգիտեմ,
աստղաբանության մասին, պատմության մասին ու այսպես շարունակ բնապահպանության մասին, այսինքն պետքա վերջապես տարբերակել, որ ով ինչ ուզենա խոսի, դա տենց մի քիչ արդեն բերում է անհասկանալի իրավիճակի, որտեղ ճիշտը, գրագետ միտքը, իրականությունը կորում է անհասկանալի աղմուկի մեջ ու կորում է նրա համար, որ ինչ-որ մեկը ուղղակի կարող է տենց շատ դեմքի լուրջ արտահայտությամբ ինչ-որ մեգա վերլուծություններ անի, հա, հավաքի 10, 20, 50, 100 լայք ու դա դառնա բացարձակ ճշմարտություն։ Всё, անցավ, այդ մարդը ճիշտ է, այդ մարդը փառահեղ գիտելիքներ ունի ու թքած որ ինչ-որ մարդիկ տարիներով կրթություն են ստացել, գիտական հոդվածներ են գրել, մշակել են, մարդիկ տարիներով ուսումնասիրություն են անում մի հատ գիտական հոդված գրելու համար, իսկ ինչ-որ մեկը կարող նույն այդ ծառերի հետ կապված, ինչ-որ մեկը կարող ուղղակի անցնի փողոցով, ասի ես սխալ ու վերջ, всё, սխալ ու վերջ, ինչա սխալ, որտեղից այդ ինֆորմացիան սխալ ու վերջ, այդ ես միշտ կողմ եմ, երբ որ մարդը բողոք է արտահայտում, որտեղ հանուն արդարության ես էլ քիչ բողոք արտահայտող մարդ չեմ, ես կողմ եմ, երբ որ մարդը բողոք է արտահայտում, բայց իմ բողոք արտահայտելուց ես իմ բողոքը կամ իմ բողոքի մատերիալը, այսպես ասած, չեմ մատուցում որպես բացարձակ ճշմարտություն։ Ես կարող եմ բողոքեմ, որ պատը իմ աչքին թեք է։ Կարծիք հայտնեց։ Հա, թեք է։ Այս պատը ինձ համար թեք է։ Ես կարծում եմ, որ այս պատը թեք է, չգիտեմ, կառուցվել կամ ցանկացած այլ բան, այս սեղանը այդքան լավ կլոր չի։ Բայց եթե որևէ մեկը ինձ կարողանում է բացատրել մասնագիտորեն, որ այս սեղանը կլոր է այնքան, որքան պետքա լինի, որտեվ ինքն է արտադրողը, ինքն է դրա մասնագետը, ես կարող եմ համաձայնեմ, կարող եմ չհամաձայնեմ, բայց չեմ փորձի մարդկանց խաբեմ, մանիպուլացնեմ, որ լինելով չմասնագետ, իմ ասածը ավելի ճիշտ է, քան ցանկացած մասնագետի կարծիք։ Դե իհարկե այստեղ էլի չենք մոռանում քաղաքական մասը, չենք մոռանում, որ առջևում ընտրություններ են եւ մենք դեռ ավելի մեծ շոուների ենք ականատես լինելու։ Ուղղակի ցավալի է, որ շատ դեպքերում նաև վատ գործիքներ են կիրառվում, մանիպուլատիվ վատ գործիքներ են կիրառվում մարդկանց մոլորեցնելու, հույզերի հետ խաղալու, որտեղ հատկապես թե կենդանիների, թե շրջակա միջավայրի հետ կապված հարցերը մեր հանրության շրջանում ցավագին են, հաշվի առնելով շատ ու շատ պատմություններ, թե կենդանիների մասով բոլորը դեռ չեն մոռացել, թե ինչպես էին փողոցներում կենդանիների կրակում, հա, նույն ծառերի մասով որևէ մեկը դեռ չի մոռացել, թե ինչպես են այգիներ ու անտառային տարածքներ հատվել ու տեղը ռեստորաններ ու շենքեր վեր խոյացել, այսինքն այս ամեն ինչը դեռ մարդկանց ինչ-որ սերնդի մեջ դեռ թարմ է ու մարդկանց մոտ դեռ ցավագին է սա։ Դե եթե իրենց թվում է իրանք է չեն մոռացել, իրանք զուտ ձեռք է տալիս, որ իրանք տենց խոսան։ Իրենց համար իրանք ձեռք է տալ, ժողովրդի հիշողությունը արդեն վաղուց անցել է։ Ու երբ որ նայում ես մի սովորական մարդ կարծիք հայտնի, ոնց որ դու ասացիր, քայլելոց փողոցում նկարեցլա Facebook, կարծիքը հայտնի։ Ուրս մենք այդ մարդ իրավաբան է, մասնագիտություն, որ ընդհանրապես կարող իրավունք չուներ կարծիք հայտնելու։ Օրինակ Facebook-ը ու առասարակ սոցցանցերը իմ համար շատ լավ հարթակ են ու ես բավականին քիչ շատ ակտիվ օգտագործում եմ այդ հարթակները, բայց այստեղ էլ որ մեկ-մեկ հանդիպում եմ նույն Facebook-ում, որտեվ ավելի շատ է տարածված, հա, մեր մոտ, Facebook-ում այնց աբսուրդների ես հանդիպում, որ դրա հակառակ կողմում կամ բավականին լավ օգտատերեր, բավականին հետաքրքիր էջեր, որոնց կարելի է հետևել, լսել, սովորել ու ամեն օր նոր բան իմանալ, բայց մենք այդ հարթակը նույնիսկ լավ չենք օգտագործում, հա, ցավագին ինչ-որ բաներ ես ամեն օր հանդիպում, ինչ-որ լալա աչար տեքստեր, վայ եկան, մորթեցին մեզ, մենք մեղք ենք, մենք տխուր ենք, այս էլ է մտածողության խնդիր, որ պարբերաբար փորձում են ներարկել, որ ամեն ինչ շատ վատ է, ամեն ինչ շատ սխալ է արվում։ Մեզ գարուցած սպանեն, մորթեն։ Հա, դուք այդ մեղք լինելու, տուժած լինելու բանը իրականում շատ արդեն աբսուրդ է, էլի, որովհետև դա շատ դեպքերում չի թողում մարդը ավելի ազատ մտածի, ավելի ազատ ստեղծագործի։ Ես շատ հաճախ երիտասարդների մասին երբ որ խոսում ենք, ասում եմ, որ մեր երիտասարդությունը շատ լավն է, որովհետև ինքը շատ ու շատ դուրս է եկել կարծատիպերից դուրս է գալիս։ Այդ կարծատիպերից դուրս է եկել ու ինքը մտածում է հենց ոնց ուզում է մտածի, ինքը ստեղծագործում է իր այսպես ասած հորինած աշխարհում ու այդ շատ լավ է, որովհետև ինքը եթե որևէ բան է ուզում իմանա, ինքը կկարդա, կգտնի, կիմանա։ Շատ քիչ դեպքերում, կարելի ասել մեծամասամբ դեպքերում հենց տենց է ու այդ Facebook-յան անհասկանալի
կամ սոցցանցերի հետ անհասկանալի խոսույթները երիտասարդների կողքով չեն անցնում, որովհետև իրանք սովորեն ինքնուրույն հասկանալ որն է ճիշտ, Ձեզ սերունդն է էլի, որ ինքը տարբերում է թացը չորից։ Շատ լավ է տարբերում, որովհետև ինքը հասկանում է, որ ինքը ունի հնարավոր, ինքը օգտագործում է իրեն տրված հնարավորությունները։ Ու ճիշտ օգտագործում ամենակարևորը։ Իհարկե, որովհետև այդ իրականում ինձ հիմա մեր ավակ սերնդի հետևորդները, հետո ընկերները նաև կարող են մեղադրեն սրա համար, որտեվ ես անդադ ունենում եմ այս խոսակցությունը, բայց իմ համար ակնհայտ տարբեր է սերունդը ու նույնիսկ օրի ամեն օր ոնց որ ինչքան շատ ես շփվում, այնքան ավելի դրական բան եմ կարողանում գտնել այդ սերնդի մտածողության մեջ ու իրանց ստեղծագործելու մեջ, որտեվ իրանք շատ փոքր պրիմիտիվ թվացող տենց ինչ որ հետաքրքիր շատ sense երևույթներից կարող է շատ փոքր բանից ինքը կարա շատ հետաքրքիր ծրագիր ստանա, այդ ծրագիրը առաջին հայացքից թվա թե շատ մանր բան է, բայց հետո հասկանում ես, որ ինքը շատ հետաքրքիր պրոդուկտ է տալիս։ Դենց որ ես մի քիչ այդ մասով ավելի լավատես եմ, որ ժամանակի ընթացքում այս հարցը եւս կլուծվի ու այն որ անընդհատ ասում ենք ամեն մարդ իր գործով զբաղվի, պետք է հասկանալ իրապես, որ պետք չի զրոյացնել, պետք չի նսեմացնել, պետք չի անարգել տարիներով կրթություն, մասնագիտական որակումներ ստացած, մարդկանց կատարած աշխատանքը, պետք չի բոլորը խցկվեն կոպիտ ասած այնտեղ, որտեղ իրանք երևի թե անելիք չունեն։ Իսկ եթե որոշում են մասնագիտական ուղղություն փոխեն, դա կարելի է հաշտվել, կարելի է համակերպվել այդ մասնագիտության կամ այդ ոլորտի օրենքների հետ էլի։ Մի քիչ շեղվեցի, բայց այս թեմայով ինչքան խոսեմ իրականում կրթությունը մենք խոսում ենք կրթությունից, հատկապես երեխաների, այստեղ եւս հետաքրքիր բան կա, ու էլի մեր ավակ սերնդի ընկերները ինձ կարող է մեղադրեն, բայց դպրոցներում երեխաների հետ աշխատելու ընթացքում ցավալի է, բայց երեխաներից շատ անհասկանալի միֆեր եմ լսում, օրինակ կապված հատկապես շների հետ։ Այս երեխեքը այդ ինֆորմացիան երևի թե չէ, հիմնականում ստանում են տնից։ Այդ վախերը, որ ձևավորվում է կենդանիների մասնավորապես շների նկատմամբ, գալիս է այդտեղից, որտեվ եթե մի քիչ շատ խորանանք, ուշադրություն դարձնենք մեր լեզվամտածողության մեջ, մենք շատ վատ բացասական երևույթներ կապում ենք շների հետ։ Շան հոտ է գալիս, շատ ենք օգտագործում, չգիտեմ, շան լապ լցրեցին վրան, շան հաչոցը կտրեց, չգիտեմ, շան ձակ, չգիտես ինչի բնության մեջ բոլոր կենդանիների ձակերը ունեն իրար լավ ածականներ են, հա, ինչ որ մեկին բնութագրում են, կարող է ինչ որ կենդան, չգիտեմ, առյուծի ձակը դա ինչ որ շատ փառահեղ ածական է, հա, բայց շան ձակը ինքը վատ է։ Այսինքն մեր մոտ ի սկզբանե է դրված այդ հարցը, որ ինչքան բացասական բան կա, շան հետ է, ու հիմա ստացվել է այնպես, որ մենք փողոցներում ունենք հազարավոր շներ, այդ երեխան անընդհատ լսելով դա դուրս է գալիս փողոց, հանդիպում է այն շներին, որի հետ կապում են աշխարհի ամենաանհասկանալի ու վատ երևույթները, էլի։ Այսինքն մեր խնդիրը նաև գալիս է ստեղից ու երեխեքի հետ էլ խոսելուց հասկանում ես, որ այդ վախերը, այն իրենց անհասկանալի պահվածքը նաև կամ հայտնի քարավեկալ շունը հաչում է, քարը խփի գնա, կամ շուն ես հələ հաչալը չէ, ավելի բան էլ կա, շուն ես տեսնում, քարով խփի, շուն ես տեսնում, խփի, որովհետև դրած է, որ այդ վատ բան է, այդ կենդանին վատն է, բայց այդ կենդանուն նախ վատը չի միանշանակ, որովհետև իմ խորին համոզման բնության մեջ վատեակ չկա, բայց եթե այդ կենդանիները փողոցում շատ են ու մենք իրենց հանդիպում ենք ու դա ենք վատ դիտարկում, մենք պետք է չմոռանանք, որ այդ կենդանիները փողոցում են հենց մեր մարդկանց անպատասխանատու վարքի հետևանքով, որտեվ այլ տարբերակ չկա, մենք հենց հիմա Երևանի փողոցներով քայլենք կամ արդեն նաև որ քաղաք ուզում ենք Հայաստանում գնանք քայլենք փողոցներով, կտեսնենք հստակ ցեղատեսակ ունեցող շների, որոնք միանշանակ փողոցում են հենց մարդկային բայց խեն օրինակ որ ինքը շուն է պահում, խի ինքը որոշում որ կարա տես մի օր գա, ինքը շանը դարձնի անտուն շուն։ Նախարի հասկանանք խենքը որոշում շուն պահի։ Թրենդային է հիմա դառնում։
Իսկ եթե մի բան տրենդային է, այդ ինչ որ բայ կորցնում է, Ժամանակը, չէ, հա։ հագուստը տրենդային է, հագան, всё։ Խնդիրը ստեղ է, որ մարդը որոշում է շուն պահի, որտեվ տրենդային է։ Հարևանը ունի, բարեկամն ունի, Instagram-ում մեծ Instagram Instagram-ում, ընկերուհի շուն է այո, պահում։ Instagram-ում սիրուն story կանեմ Հա։ մի 3 հատ, կնվիրեմ այդ փուճուրիկ սենց սիրուն բանտիկ կկապեմ, կնվիրեմ, բայց հետո այդ շունը բնականաբար կմեծանա ու կհասկանամ, որ վայ, էսի են իմ պատկերացած փուճուր շունը չի։ Խնդիրը ստեղ է, մտածողության մեջ է, պատասխանատու վերաբերմունքի մեջ է, մենք չենք կարողանում դեռ ընդունենք մեծամասամբ, որ այդ կենդանիները խաղալիքներ չեն, իրանք էմոցիաներ ունեն, հույզեր ունեն, ոնց կարելի է սովորեցնել, ընտելացնել ու հետո մի օր ուղակի հոգնել, ասել դե չէ, էլ չեմ ուզում։ Շները հիշողություն ունեն, որտեվ ասում են իրանք շատ հավատարիմ են։ Շները շատ հավատարմությամբ ասում են, անշանակ հավատարիմ են ու հետարքիր բան կա, որ շները մենք նկատած կլինենք, որ իրանք սիրում են ոչ միայն տերերին, այլ շատ ու շատ դեպքեր կա, որ մարդուկ ուղակի փողոցում կարաք հիմա քայլեք, ինչ որ թափառող շուն տեսնեք, փորձեք իրան սիրեք ու ինքը լրիվ Ձեր հոգեշները ուղղակի ֆանտաստիկ Դե են։ իրանցից փողոցում էլ լիքը կա, որ դու կարող եք ուղղակի փողոցում փորձել ինչ որ կենթանու սիրել ու ինքը շատ հանգիստ էմոցիա տա, խաղա ձեր հետ, հա, այդ կենթաները եւս չգիտեմ ունեն կարիք սիրելու, իսկ հիշողության հետ կապված հա չեն կարա չունենան հիշողություն, որովհետեւ այդ հավատարմությունը նաեւ գալիս է նրանից, նաեւ այդ վատ դաժան դեպքերից գալիս է իրանց ցուցաբերած ագրեսիան, որովհետև իրանք կարող են նույնիսկ նույնականացնել, հա, շատ դեպքերում մենք կարող ենք տեսնել, որ կենդանին ուղակի որևէ անցորդի վրա հաճում փորձում է հարձակվի անհասկանալի, մեր համար անհասկանալի թվացող ինչ որ դեպք է, բայց իրականում հետո կպարզվի, որ այդ կենդանին նույնականացնում է այդ մարդուն մեկ ուրիշի հետ, ով որ իր հետ վատ է վարվի, օրինակ նույն մեքենաների տարբերակը որ կա, որ մենք անդադ կտեսնենք, չէ, ինչ որ տարբեր հատվածներում շները վազում են այդ մեքենաների հետևից, որպես կանոն այդ կենդանին ինչ որ տուժող է, այսպես ասած, եղել նաև մեքենայից։ Օրեր առաջ հայտնի բլոգերներից մեկը, ով նաև շատ կենդանասեր է, վիդեո էր տեղադրել իր սթորի բաժնում, դրսի կամերան էր ֆիքսը, որ մատ երեխա եկել է հետո չանի խփել, դե շուն բնականաբար պետք է ռեակցիա տա, չէ՞, հաճ։ Մեկը մաման է խա հաճում։ Սա բայց դու մի հատ նայ, էլի քո երեխան հետո խփել է շանը։ Մենք շատ հանդիպում ենք տենց տարբեր տեսանյութերի, որ ոչ միայն երեխեքի, այս վերջում մի տեսանյութ էր տարածվել, որ բավականին հասուն մի տղամարդ փողոցով անցնում է, տեսնում է շունա քնած, որոշում է այդ շանը խփի։ Ես չեմ իրապես չեմ կարող բացատրեմ, թե այդ ինչ է, այդ ինչի համար էր արվում, որն էր այդ մարդու նպատակ, բնականաբար նպատակ ասել էստեղ գեր մարդկային տերմին է այս դեպքում, բայց չգիտես ինչ է այս ամեն ինչը արվում։ Ուղղակի մեր հասարակության զգալի շերտ շրջակա միջավայրի նկատմամբ ունի շատ հստակ անտարբերություն, վատ անտարբերություն։ Ու սա մենակ շներին չի վերաբերվում։ Իրապես մենակ շներին չի վերաբերվում։ Երբ որ խոսում ես, երբ որ հարց կա դրա մասին ինչ որ ամպագորգոր հայտարարություն անելու, բոլորը կանեն հայտարարություն, բայց երբ որ պետքա պահպանվի, չկա։ Ես միշտ այդ նախադասությունը եմ օգտագործում, որ մենք պահանջատեր ենք, բայց պատասխանատու չենք։ Մենք սովորել ենք պահանջատեր լինել, մենք սովորել ենք պահանջել, բայց մենք պատասխանատու չենք։ Մենք չենք ուզում պատասխանատու լինել։ Տեսեք, էլի քանի որ թեման շատ թարմ է, նույն ծառերի, հա, բավականին լայն արձագանք է ստանում, որ պետքա թե պետք չի եւ այլն, բայց այսինքն ուղղակի այդ նույն փողոցով, որտեղ իրականացվում է այդ աշխատանքը կամ մեկ այլ փողոցով, երբ որ քայլում ենք, մենք ուղղակի հանդիպում ենք բնաբաժակներ ծառերի այդ ներքևի հատվածը, որտեղ ահռելի քանակությամբ սիգարետի, ծխախոտի մնացորդներ ենք հանդիպում։ Հարց, ովքեր են այս մարդիկ։ Ամփոփելով հետաքրքիր հարց առաջացավ, ըստ ձեզ, ասում են շունը մարդու բարեկամն է, չէ՞, կամ հակառակն է։ Մարդն է շան բարեկամը։ Ես մի քիչ ուրիշ պատկերացում ունեմ, ինձ համար բնությունը մի ամբողջական, այսպես ասած, օղակ է, մարմին է, հա, որի մեջ ամեն մեկս մեր տեղն ունենք։
Շուն կլինի, կատու կլինի, մարդ կլինի, ես չեմ փորձել եւ չեմ էլ փորձելու որևէ կենդանու, որևէ տեսակ արժևորել մյուս տեսակից։ Դա ինձ համար սխալ մոտեցում է, որովհետեւ շունը ավելի լավ չէ, քան կատուն ավելի լավը չի, քան փիղը, չգիտեմ, փիղը ավելի լավ չի, քան սովորական մրջյունը, հա։ Այս բոլոր տեսակները բնության մեջ իրենց տեղն ունեն, ու դա կլինի կենդանի, դա կլինի, չգիտեմ, ծառ, դա կլինի բնական որևէ երևույթ, մենք այդ ամբողջական համակարգի մեջ ենք ու ամեն բան իր տեղն ու դերն ունի։ Մեկը մյուսից արժևորելու այս մոտեցումը ինձ դուր չի գալիս։ Նույնը մարդու ու շան պարագայում է, երբ որ ասում են շատ ենք չէ՞ լսում, ասում են բանը մարդկանցից շներին շատ եք սիրում, ավելի վեր եք դասում, այդ ինչ ծրագրեր եք անում, բան, սենց, բայց ու հակառակը, որ մարդիկ են վատ այս կոմենկում, չէ, այս մոտեցումը շատ վատն է, որովհետև այդ հարցը կարգավորել, որովհետև այս պարագայում նաև հարցի կարգավորումը, հա, այդ հարցը կարգավորելու համար հետ չպարտադիր չի կենդանիներին վերդասել կամ մարդկանց վերդասել, պետք է ուղղակի համալիր մոտեցում ցուցաբերել, ինչը արվում է հիմա մայրաքաղաքում։ Անցնենք բլիցին։ Անցնենք։ Սուտ կա, որ ճիշտ արժե։ Կդժվարանամ հստակ բան ասեմ, որովհետև երևի իրավիճակը պետքա գնահատել, բայց ստի կողմնակից չեմ ամեն դեպքում։ Հավասարակշռությունը ենթադրում է անշարժ վիճակ, թե դինամիկ։ Ես դինամիկ մարդ եմ ու կարծում եմ, որ մարդը պետք է ապրի հենց դինամիկ կյանքով, որտեղ էլ կգտնի հավասարակշռություն։ Ժամանականկեր է, թե թշնամի։ Ժամանակը փառահեղ մի երևույթ է, որի մասին կարծիք հայտնելը ինչ որտեղ նաև անշնորհակալ գործ է։ Մարդու որ որակն է դες համար անփոփոխելի։ Ես ազնվությունն եմ գնահատում մարդու մեջ, որովհետև ազնիվ մարդը չի կարող վատ մարդ լինել ու ազնիվ ոչ միայն միջավայրի մարդկանց, այլ նաև հենց սեփական անձի նկատմամբ, որտեղ ամեն ինչը տեղից է սկսում։ Ներկայի կարևորագույն նպատակը։ Ապրել, գեղեցիկ ապրել, նպատակային ապրել, ինչի՞ չէ, ապրել։ Ձեր կատարյալ հանգստյան օրը։ Իմ կատարյալ հանգստյան օրը ես չունեմ մտադրված կամ պլանավորած հանգստյան օր, ես կարող եմ իմ հանգիստը ապահովել կամ կազմակերպել ցանկացած պահի, երբ որ դա փորձեմ անել, չկա ինձ համար հանգստի հատուկ միջավայր, չկա ինձ համար հանգիստը կազմակերպելու հատուկ մարդիկ, ինձ համար լավ է այն տեղը, որտեղ այդ պահին ինձ լավ եմ զգում կամ ուզում եմ ինձ լավ զգալ, հաճելի է այդ մարդիկ, որոնց հետ ուզում եմ լավ զգալ, ինչի՞ չէ նաև միայնությունը, որտեղ իմ ընկերներն էլ գիտեն, որ ես բավականին շատ եմ միայնակ լինում ու որոշ դեպքերում դա եւս պետք է։ Ձեր ամենատարօրինակ սովորությունը։ Իմ վատ թե լավ։ Լավ։ Ես չեմ ուշանում։ Այսօր ամուսնացին։ Հա, ես չեմ ուշանում, երևի դա լավ սովորություն է։ Ես լավ սովորություն կարող եմ նաև համարել այն, որ ես բացասական էմոցիա չեմ փոխանցում։ Ես եթե օրինակ ունեմ վատ տրամադրություն կամ ամեն ինչ դրան է, ես փորձում եմ նաև մարդկանց հետ չշփվել։ Ես խուսափում եմ մարդկանց բացասական էմոցիա կամ տրամադրություն փոխանցել։ Վատ սովորություն երևի էլի բոլոր ընկերները գիտեն, ես շատ դժվար եմ հեռախոսազանգերի պատասխանել։ Էմոցիայի հետ կապված ամեն անգամ, երբ որ շփվում ենք, դա կլինի առցանց թե օֆլայն, այն էներգիան, այն էմոցիան, որ փոխանցում եք, զուտ չեմ կարող նկարագրել։ Ինձ մեկ-մեկ թվում է, ես չեմ հոգնում։ Ես հոգնում եմ իրականում, այսինքն ֆիզիկապես հասկանամ, որ ես հոգնում եմ, բայց ինձ մեկ-մեկ թվում է, որ ես չեմ հոգնում, ու հենց դրա մասին էի խոսում, որ ես երբ որ սկսում եմ շփվել մարդկանց հետ, դա կլինի աշխատավայրում, թե կլինի առօրյա կյանքում ծանոթ թե անծանոթ մարդկանց հետ, ես սիրում եմ բացառապես դրական էմոցիա փոխանցել։ Ես միշտ խուսափում եմ վատ տրամադրությունից, որովհետև այդ բացասականը այնքան շատ է, որ մի հոգի քիչ էլ դա փոխանցի, շատ բան կփոխվի։ Որն է ձեր Երևանը։ Իմ Երևանը այս պայն ապրող Երևանն է, որովհետև ես ժամանակի մեջ փոփոխություններ ընկալող մարդ եմ, ու մենք ունենք այս պայն այնինչ ունենք, մենք ունենք օրորի փոխվող
Երևան, լավ իմաստով փոխվող Երևան, որտեղ Երևանը ավելի մաչելի է դառնում, ավելի հարմար է դառնում, ու այս Երևանը, որտեղ ապրում եմ, լավն է ու դեռ վստահ եմ, որ ժամանակի ընթացքում կտեսնեմ էլ ավելի լավ Երևան։ Ձեր հարցը ինձ։ Իմ հարցը երևի թե ես ունեմ շատ հետաքրքիր բնավորություն, երբ որ մարդկանց հետ երկար խոսակցություն եմ ունենում, հետո ուզում հասկանալ, թե իմ ու այդ խոսակցությունից ինչ տպավորվեց, ու երևի այդ հարցը պետք է տամ, գոնե միտք, որը այսօր տպավորել է մեր զրույցի ընթացքում։ Անկեղծ շատ հետաքրքիր է մեր զրույցը, անկեղծ ասեմ լիքը թեմաների առանձնացրել, բայց մեր զրույցը մի բան այնպես շեղվեց, որ նույնիսկ չցանկացա մենք վերադառնանք այդ թեմաներին, կապված երիտասարդների հետ, մենք շատ ենք խոսում միասին այդ երիտասարդների թեմայով, սերունդների բախման մասին, Այդ լրիվ առանձին թեմա է, շատ երկար խոսալու թեմա է։ Ու իրոք հասկանում ես, որ գոնե մեր սերունդը փորձում է կարծրատիպերից դուրս ապրել, իր համար կաղապարված ինչ որ մթնոլորտ չստեղծի ու այդ կարծրատիպերով չապրի, այլ ավելի ազատ մտածի, ինչը մեր օրերին ամենակարևորն է։ Միանշանակ։ Մերսի շատ Ես եմ շատ շնորհակալ, որտեղ բավականին լավ զրույց ստացվեց ու իրոք այդ միտքը շատ ճիշտ է, որ ինչ որ պայտակ սկսել ենք խոսել մեկ այլ բանից, բայց խոսակցությունը գնացել է մեկ այլ բան, դա գալիս է նաև նրանից, որ խոսալու շատ բան կա ու հնարավորություն կա շատ ազատ արտահայտվելու, անկաշկանդ արտահայտվելու, որովհետև մեկ այլ բան է, երբ որ դու խոսում ես կատարած աշխատանքի մասին, մեկ այլ բան է, որ դու փորձում ես վերլուծել տարբեր երևույթներ։ Սրանք մի քիչ իրարից տարբեր են, դրա համար այն բանը, երբ որ այդ ուղիղ կատարած աշխատանքից անցնում ես տարբեր երևույթներին գնահատական տալու կամ վերլուծելու, այդտեղ մի քիչ փոխվում է, բայց ես ուսամ շատ չենք շեղվել։ Շնորհակալ եմ անչափ, շնորհակալություն, չմոռանաք հետևել էջին, բաժանորդագրվեք, լայքեք, գրեք մեկնաբանություններ, թե ինչ թեմաների կցակարականադառնանք։ Շնորհակալություն, ձեզ լավ օր։